Եթերում հայ պերսոնան է, ծանոթանանք այսօրվա իմ հյուրի հետ։ Նրա անզուգական ձայնն ու էմոցիոնալ կատարումները հուզել են բոլորին, տպավորել աշխարհի 4 կողմում գտնվող մեր հայրենակիցներին։ Անհնարին է լսել այս երգչուհուն ու չհիանալ, չհպարտանալ, որ հայ երգարվեստը նման չքնաղ ու վառ երգչուհի ունի։ Սիրված արտիստը ոչ միայն օժտված է անսահման տաղանդով, այլև մարդկային վեհ արժեքներով, որոնք ընդօրինակելը միայն խրախուսանքի է արժանի։ Հայ պերսոնայում Գայանե Հովհաննիսյանն է։ Ծնվել է 1953 թվականին Երևանում։ 1969 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 58 միջնակարգ դպրոցը։ 1969-ից 1974 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի էսթետիկայի բաժնում, միաժամանակ երգել է Աքսել Բակունցի ղեկավարած Սերպանտին անսամբլում։ 1974-ից 1987 թվականներին եղել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազային նվագախմբի մենակատար, նվագախմբի կազմում հանդես եկել Հայաստանում, Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Աֆրիկայում, Լեհաստանում, Գերմանիայում, Նիդերլանդներում եւ այլուր։ 1987-ից 1990 թվականներին աշխատել է Սիրիայում եւ Լիբանանում։ 1991 թվականին մենահամերգ է ունեցել Լոնդոնի, 1992 թվականին Կիպրոսի եւ Ժնևի հայկական համայնքներում։ 1994-ից 1995 թվականներին աշխատել է Մարսելում, 1996-ից 2006 թվականներին ամուսնու հետ աշխատել է Վիեննայի ազգային կրկեսում որպես երգչուհի։ 2006 թվականին վերադարձել է Երևան։ 2006-ից դասավանդում է Հայաստանի երգի պետական թատրոնում, 2018 թվականից նաև Երևանի Շարլ Ազնավուրի անվան արվեստի եւ մշակույթի պետական քոլեջում։ Տիկին Հովհաննիսյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հայ պերսոնա նախագծի հրավերը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Հովհաննիսյան, կա ճակատագիր, թե յուրաքանչյուրս մենք ենք կառուցում մեր կյանքը։ Կարծում եմ, որ մենք ինքներս ենք կառուցում, որովհետև չգիտեմ, երբ մարդ ինչ-որ մի բանի հասնում է, այս կյանքում, հասնում է իր բարձունքներին, երևի դա էլ է ճակատագիր, չէ, կարծում եմ, բայց կան մարդիկ, ովքեր շատ ջանք են թափում, շատ եռանդ են կորցնում այն նրա համար, որ հասնեն ինչ-որ մի բանի և վերջում ասում են, ինչու չստացվեց, ասեց, որտև ճակատագիր է։ Իմ կարծիքով դա է, չգիտեմ, ես այդպես եմ կարծում և այդպես եմ մտածում։ Դուք գոհ եք ձեր ճակատագրից։ Լավ հարց տվեցիք։ Գիտեք ինչ, գոհ եմ այնքանով, որ ունեցել եմ շատ լավ ամուսին։ Գոհ եմ այնքանով, որ ունեմ շատ լավ դուստր, որով ես այսօր շատ հպարտանում եմ և շատ երջանիկ եմ, որովհետև ես դաստիարակել եմ մի աղջիկ, որ ես հենց այդպես էլ ուզեցել եմ, որ իմ աղջիկս լինի։ Շատ ժամանակ գիտեք, ես ասում եմ, որ կարող եմ մի քիչ սխալ եմ դաստիարակել, որտև շատ ինքնատնական է, այսինքն գնում է աշխատանքի, աշխատանքից գալիս է տուն, ճիշտ է բավականին ուշ է գալիս, բայց շատ քիչ է մնում անձնական կյանքի համար։ Իհարկե շատ կցանկանայի, որ ինքը իր անձնական կյանքը ունենար, ես կարծում եմ, որ շուտով դա տեղի կունենա, հույսով եմ, իսկ մի քիչ էլ գոհ չեմ այն առումով, որ գիտեք ինչ, ամբողջ կյանքս ես երազել եմ լինել երգչուհի։ Հա, ես հասա իմ նպատակին, ես դարձա լավ երգչուհի, բայց բաներ կան կյանքում, որ կուզենայի, որ դրանք տեղի ունենային, բայց ավաղ դա չստացվեց։ Եվ չգիտեմ ինչ պատճառներով չեմ կարող բացատրել և չեմ ուզում ավելի շատ խորանալ այդ հարցում, բայց մի քիչ դժգոհ եմ, որ չստացվեց այն, ինչ որ ես ուզում էի։
Տիկին Հովհաննիսյան, ձեր կյանքում կա որևէ իրողություն կամ որևէ դրվագ կամ որևէ փուլ, որը դուք կցանկանայիք չունենալ եւ չապրել, եթե իհարկե ձեզ տրվեր այդպիսի հնարավորություն։ Գիտեք, ես չունեմ այդպիսի դրվագ, որ կուզենայի, որ դա չլիներ իմ կյանքում, որովհետեւ իմ կյանքը շատ այսպես բուրն է եղել, կարծում եմ դուք ինքներդ գիտեք, որ ես 13 տարի աշխատել եմ Կոնստանտին Օրբելյանի նվագախմբում եւ այդ 13 տարիների ընթացքում մենք անդադար եղել ենք շրջագայություններում եւ եղել եմ իմ ամուսնու հետ, շատ երջանիկ ու շատ հետաքրքիր պահեր են եղել մեր կյանքում եւ կարծում եմ, որ իմ կյանքը շատ հետաքրքիր է եղել։ Դրա համար ես ինչ-որ չեմ հիշում այդպիսի մի դրվագ, որ կուզենայի, որ դա իմ կյանքում չլիներ։ Չկա, գրեթե չկա։ Իսկ ձեր որ որոշումն է խիստ ճակատագրական եղել ձեզ համար։ Գիտեք, ես միշտ ուզեցել եմ լինել, բացի նրանից, որ ես եղել եմ երգչուհի, հա, ես միշտ մտածում եմ, ասում եմ, եթե օրինակ ես դառնամ մայր, եթե ես ունենամ երեխա, հետաքրքիր է ինչպիսի մայր ես կարող եմ լինել, որովհետև երբ որ դու ամբողջ կյանքդ շրջագայում ես, հա, դու չես մտածում, ժամանակը տարիները այնքան շուտ են անցնում, որ դու չես մտածում, որ պետք է ամուսնանալ, պետք է ընտանիք ստեղծել, հա, բայց գալիս է մի պահ, որ արդեն դու մտածում ես, որ չէ, ընտանիքը շատ կարևոր է։ Ու դա իմ համար իրոք ճակատագրական էր, որովհետև ես ամուսնացել եմ 32 տարեկանում։ Ու պատկերացրեք, որ ընդհանրապես մինչև ամուսնանալը ես նույնիսկ ոչ թե հույս չեմ ունեցել, ես նույնիսկ չէի էլ մտածում դրա մասին ընտանիք ստեղծելու, որտեղ ինձ համար շրջագայություններ, արտերկրներ, ծանոթություններ, ընկերություններ, բայց չէ, գալիս է մի պահ, որ ասում ենք ստոպ, գայա հանգստացի, այս ամեն ինչը շատ լավ է, շատ հետաքրքիր է, դու երգչուհի ես, բայց գալիս է մի պահ, որ դու ասում ես վերջ, դրան պետք է մի քիչ վերջ տալ, որովհետև ընտանիքը կարծում եմ դա ամենակարևորն է այս կյանքում եւ այդպես էլ տեղի ունեցավ։ Չէ՞ որ կնոջ համար բավական դժվար է ունենալ այնպիսի ակտիվ կարիերա, ինչպիսին ունեցել եք դուք եւ միաժամանակ լինել ընտանիքի, ես գիտեմ, հրաշալի մայր, հրաշալի կին, ինչպես եք կարողացել հավասարակշռել այդ ժամանակը եւ հասնել այդ արդյունքին։ Գիտեք ինչ, կարողանում եմ եւ միշտ այդպես է եղել ինձ մոտ, նույնիսկ միշտ ինձ աղջիկս ասում է, մամ, քո մեջ այնքան էներգետիկա կա, ասում է, ոնց ես դու հասցնում այդ ամեն ինչը անել։ Գիտեք ինչ, ես ինչ որ այսպես մտածված չեմ կառուցել իմ կյանքը, իմ առօրյան, ինքս ինքյան է այդպես ստացվել, հասկանում եք, որովհետև ես շատ եմ, բացի նրանից, որ ես երգչուհի եմ, ես հիմա նույնպես դասավանդում եմ, հա, եւ միտեղ չեմ դասավանդում, ես դասավանդում եմ Արտուր Գրիգորյանի անվան ակադեմիայում, երգի ակադեմիայում, այնտեղ ես արդեն աշխատում եմ մոտավորապես 18 տարի, եւ այս վերջի տարիները ես աշխատում եմ Շարլ Ազնավուրի արվեստի եւ մշակույթի քոլեջում։ Իհարկե դժվար է, հա, երկու տեղներ համատեղել եւ ընտանիք եւ բայց ստացվում է իմ մոտ, չգիտեմ ինչպես, բայց ստացվում է։ Ճիշտ է, այս վերջերս ես մի քիչ հոգնում եմ, այսպես ասած, որովհետև ինչքան էլ քո մեջ կա այդ էներգետիկան, բայց գալիս է ինչ-որ մի պահ, որ այսպես արդեն հոգնածություն եմ զգում, բայց աշխատում եմ ինձ պահել ու այդ նույն ռիթմի մեջ լինել, այսպես ասած։ Տիկին Հովհաննիսյան, ավելի հեշտ է եղել տարիներ առաջ հաստատվել այս ոլորտում, թե հիմա երիտասարդների համար ճանապարհներն ավելի հարթ են։
Գիտեք ինչ, մեր ժամանակ այդքան էլ հեշտ չէր հաստատվել, որովհետև այն ժամանակ գոյություն ունեին, եթե դու ինչ-որ մի կոմպոզիտոր երգ է գրում քո համար, նախ այդ երգը պետք է հաստատվեր հանձնաժողովով։ Հիմա այդպիսի բան չկա, հասկանում եք։ Հիմա ով ինչ ուզում է երգում է, լավն է, վատն է, դա էական չէ, բայց մեր ժամանակ գոյություն ուներ դիսցիպլինա, գոյություն ուներ կարգապահություն եւ մենք շատ մեծ պատասխանատվությամբ էինք վերաբերվում, մոտենում այդ ամեն ինչին։ Հասկանում եք, դրա համար ես կարողացա այդ տարիներում, ես թե մնացածները, օրինակ Սյուզան Մարգարյանը, Էռնա Յուզբաշյանը, Նադեժդան եւ մնացածները մենք կարողացանք հաստատվել այդ ոլորտում, որովհետեւ դա գիտեք ինչ, մեր մեջ այդ պատասխանատվությունը որ կար, որ ես պետք է անեմ այն, ինչ որ ես ուզում եմ, ոչ թե դա պետք է անել, դա պետք է անել սիրելով, հասկանում եք, նվիրվածությամբ պետք է անել։ Դու կարողանում ես արդեն այդ դեպքում հաստատվել։ Սա է ամենակարևորը։ Իսկ հիմա ցավոք սրտի այդպիսի բան չկա։ Շատ ցավում եմ, բայց ոչ չկա։ Երբ հիմա մտովի ետ եք գնում եւ հիշում եք ձեր անցած ճանապարհը, այդ ճանապարհին ավելի հաճախ ձեզ հանդիպել են մարդկային խոչընդոտներ, թե տեխնիկական։ Դե գիտեք ինչ, իհարկե խոչընդոտներ տեղի են ունեցել եւ 1 չէ, 2 չէ, 3 չէ, այսքան տարիների ընթացքում եւ բավականին կոնֆլիկտներ են տեղի ունեցել, բայց ես կարողացել եմ այդ ամեն ինչը հաղթահարել։ Գիտեք ինչ, իմ կյանքի պրինցիպը եղել է երբեք ով քեզ ինչ որ նախանձում է կամ ինչ-որ մի հարցում խոչընդոտում է կամ ինչ-որ մի հարցում ուզում է ինտրիգա ստեղծել, չէ, ես երբեք չեմ խորացել այդ ամեն ինչի մեջ, ես աշխատել եմ ուղղակի աշխատել եմ աչքերս փակել եւ ոչ մի բանի վրա ուշադրություն չդարձնել։ Դա եղել է իմ կյանքի պրինցիպը եւ կարծում եմ, որ դա ճիշտ է։ Մենք Գանեի հետ շուրջ 50 տասնամյակ ընկերուհիներ ենք, ավելի ստույգ 48 տարի։ Մի հսկայական կյանք, անցել ենք միասին շատ մեծ ճանապարհ, կիսել ենք միասին եւ ուրախություն, եւ տխրություն, ունեցել ենք հրաշալի ժամանակաշրջան մեր աշխատանքային, երբ աշխատում էինք եւ Սերբանտին վոկալ գործիքային անսամբլում, եւ Կոնստանտին Օրբելյանի Հայաստանի պետական էստրադային նվագախմբում, շրջագայում էինք, բազմաթիվ երկրներում ենք եղել եւ պետք է ասեմ, որ միշտ Գանեն ընդունվել է շատ ջերմությամբ տարբեր օտարազգի հանդիսատեսի կողմից։ Գանե Հովհաննիսյանը մեծատառով արտիստ է ինձ համար, նա այն մարդկանցից է, ով այն շարքում է մարդկանց, ովքեր անմահացրել են հայկական մշակույթը, հատկապես օրբելյանական այդ տարիներին, որտեղ դրվեցին էստրադային ժանրի հիմնասյունները եւ նա այդ ներկայացուցիչներից մեկն է, նա շատ տաղանդավոր մարդ է, շատ տաղանդավոր երգչուհի է, տաղանդավոր արտիստուհի է եւ մեծատառով մարդ է ինձ համար, որպես արտիստ, որպես մարդ, որպես դասախոս, որպես կոլեգա, որպես լավ ընկեր, այդ բոլոր հատկանիշները կան նրա մեջ։ Հիմա դուք ունեք բազմաթիվ ուսանողներ։ Այո։ Որոնք են ձեր գլխավոր պահանջները նրանցից։ Գիտեք ինչ, այն ինչ որ ես ստացել եմ իմ դասատուից, հա, որը ժամանակին ես սովորել եմ մանկավարժական ինստիտուտում, ավարտել եմ կուլտուրայի բաժինը։ Իմ վոկալի դասատուին ես շատ շնորհակալ եմ, շատ երախտապարտ եմ Գենրիխ Սիմոնյանին, որ ինքը ինձ շատ բան սովորեցեց եւ շատ բան ինձ տվեց վոկալի առումով։ Հիմա ես որ դասավանդում եմ այդ երկու հիմնարկություններում, ես աշխատում եմ իմ ամբողջ իմ ունեցած այդ գիտելիքները փոխանցել իմ ուսանողներին։ Գիտեք ինչ, եւ առաջի ժամանակները իհարկե դժվար էր, որովհետեւ երբ որ դու ուզում ես քո ուսանողը լինի գրագետ, կիրթ, ներքին կուլտուրա ունենա կատարողականության, հա, շատ դժվար է, բայց
Ես կարողանում եմ իմ մոտեցումով, իմ բացատրելով, իմ ամեն ինչով իրենց հասկացնել, որ ճիշտը դա է։ Եվ այսօր փառք Աստծո, գիտեք ինչ, շատ ուսանողներ գրեթե 70%-ը այսօր երգում են Կոնստանտին Օրբելյան, Ռոբերտ Ամիրխանյան, երգում են Մելիք Մավիսակալյան, Առնո Բաբաջանյան, հասկանում եք իմ համար այնքան ուրախալի է, որ ոչ թե ես իրենց պարտադրում եմ, ոչ իրենք են այդ ցանկությունը հայտնում, երգել այդ մեծագույն կոմպոզիտորների երգերը, եւ դա ինձ շատ ուրախացնում է, հասկանում եք, իսկ դա շատ կարևոր է այսօր, որովհետեւ իսկական երաժշտությունը դա է։ Որպես մասնագետ եւ մանկավարժ Գայանեն շատ հետաքրքիր, այսպես ես միշտ իր մոտ նկատում եմ, թե ինչպես է հոգ տանում իր ուսանողների մասին։ Նա մտածում է յուրաքանչյուրի մասին, երբ եւ քննություններին լինում ենք կողք կողքի նստած, ես տեսնում եմ, թե ինքը ինչպիսի հուզմունքով է իր ուսանողը երբ բեմ է բարձրանում, ինչպիսի հուզմունք է զգում եւ այսպես լարվում է եւ ուրախանում է ուսանողի հաջողությամբ, տխրում է անհաջողությամբ, բայց գրեթե իր մոտ անհաջողություն չի լինում, որովհետեւ բարձրակարգ մասնագետ է նաեւ որպես մանկավարժ, արդեն երկար տարիների մանկավարժ է։ Որպես դասախոս, ինչքան ես գիտեմ եւ տեղյակ եմ, նա խիստ դասախոս է եւ իր ուսանողները միշտ տափաստում են, բայց այդ խստությունը գալիս է նրանից, որ նա պահանջատեր է եւ ուզում է, որպեսզի ամեն ինչ կատարյալ լավ լինի իր ուսանողների համար, որպեսզի նրանք գեղեցիկ կատարեն իրենց երգերը։ Տիկին Հովհաննիսյան, դուք խոսում եք, որ ձեր ուսանողները որակյալ երաժշտական կրթություն են ստանում եւ դուք ինքներդ ձևավորում եք բարձր ճաշակ։ Երբ դուք բեմ էիք բարձրանում, ձեզ համար կարևոր էր ձեր ընտրած հագուստը եւ մնացած բոլոր դետալները, քանի որ դուք մեծագույն հարգանք ունեիք բեմի նկատմամբ։ Այսօր կարծես թե երիտասարդները մի փոքր շեղվել են այդ ուղղվածությունից եւ հագուստն են ավելի ազատ ընտրում եւ մնացած հարցերին են ավելի այլ կերպ մոտենում։ Ինչ կասեք այս մասին։ Դե գիտեք ինչ, ես միշտ կողմնակից եմ եղել նրան, որ կինը բեմում պետք է լինի շատ էլեգանտ։ Այսինքն ես շատ այսպես վուլգար բաներ չեմ սիրել եւ չեմ էլ սիրում, որովհետեւ կինը բեմում պետք է լինի կին, ոչ միայն երգչուհի։ Հասկանում եք, թե իր կեցվածքով, իր բեմական հագուստով, իր մեյքափով, իր ամեն ինչով, այսինքն ինքը պետք է լինի կին բառիս լայն իմաստով։ Այո, ես ձեզ հետ համաձայն եմ, որ այսօր բեմում շատ բաներ կան, որ եւ հագուստային տեսակետից եւ երգերի առումով շատ բաներ կան, որ ինձ դուր չի գալի, բայց գիտեք ինչ, չես կարող ասել, որ մի արա այդ բանը, որովհետև դա քոնը չէ, քեզ պետք չի դա, դու հակառակը դու քեզ ավելի ես տգեղացնում, ավելի ես վուլգարացնում, բայց ցավոք սրտի իրանք դեռ այդ ամեն ինչը չեն հասկանում եւ չեն ճիշտ ընկալում մեր ասածը։ Ու դրա համար այսօր երբ որ շատ համերգներ են լինում, իհարկե կան երգչուհիներ, որոնք շատ այսպես ճիշտ հագուստով դուրս են գալիս բեմ, շատ էլեգանտ վիճակ, շատ այսպես կոկիկ, կանացի, դա ինձ շատ է դուր գալիս, բայց դրանք շատ քիչ են, հասկանում եք, ես կուզենայի, որ այսօրվա մեր երիտասարդությունը, որ վաղը մյուս օրը եթե դառնան լավ երգիչներ, նրանք հասկանան, որ բեմը դա ծիծաղ չէ, բեմը դա կներեք կրկես չէ, բեմը դա լուրջ իրողություն է, որ երբ որ դու բեմը պետք է սիրես, բեմին պետք է նվիրվես, եթե դու բեմը սիրես, բեմը քեզ անպայման կօգնի, սիրելով է պետք է այդ ամեն ինչը, այլ ոչ թե ձևականորեն։ Ցավոք սրտի դեռ այսօր դա մի քիչ կա, բայց հույսով եմ, որ երևի կհասկանան, էլի ժամանակը կգա, ամեն ինչը կդրվի իր տեղ, չգիտեմ։ Вслед за мной на водных лыжах ты летишь, за спиной растаял след от водных лыж. Ты услышь их музыку, услышь,
как от волшебного смычка, такая музыка. Уведу тебя от дома, уведу, уведу, у всех прохожих на виду, уведу на радость и беду. Одной натянутой струной мы связаны с тобой. Ты сквозь года летишь за мной, как будто ангел загорелый за спиной. Верни мне музыку, без музыки тоска. Мы расстались, но осталась наша музыка. Верни мне музыку, без музыки тоска. Мы расстались, но осталась наша музыка. Никогда не возвращусь я, никогда, никогда не запоет уже вода без следа, все смыло без следа. Ложь не нужна, ей грош цена, струна оборвана. Ты сквозь года летишь за мной, как будто ангел загорелый за спиной. Верни мне музыку, без музыки тоска. Мы расстались, но осталась наша музыка. Верни мне музыку, без музыки тоска. Мы расстались, но осталась наша музыка. Верни мне музыку, без музыки тоска. Мы расстались, но осталась наша музыка. Տիկին Հովհաննիսյան, ահա հանդիսատեսը այսօր ունի հնարավորություն լսել Գայանե Հովհաննիսյանի կենթանի կատարումները։ Դե գիտեք ինչ, ես հիմա իհարկե ես ոչ համերգներ եմ տալիս, ոչ մի բան, որտեղ ես հիմա զբաղված եմ իմ, այսպես ասած, դասավանդությամբ։ Եղել են առաջարկներ, որ ինչու ես չեմ ուզում տալ մենահամերգ։ Մեծ հաճույքով, ոչ թե նրա համար, որ ես չեմ երգում, թու փառք Աստծո, երգում եմ, բայց ինքներդ գիտեք, մենահամերգ դնելու համար դա ռեսուրսներ է պետք ունենալ, մի խոսքով, ես գիտեք ինչ, միշտ իմ կյանքում այսպեսի պրինցիպ եմ ունեցել, կամ շատ լավ, կամ ոչ մի բան։ Իսկ եթե ես ուզում եմ մենահամերգ դնել, ուրեմն ես պետք է լինի դա բարձր մակարդակի վրա։ Ցավոք սրտի մենք այսօր այդ ռեսուրսները չունենք։ Եվ այդ դրա համար էլ հրավիրում են նկարահանումների, բան, այսպես երգում են բան, բայց դա ինչ որ ես կուզենայի։ Ես իրոք սրտանց կուզենայի մի հատ այսքան տարիներից հետո մի հատ լավ մենահամերգ ունենայի, բայց տեսնենք դեռ հույսս չեմ կտրել։ Եվ ճիշտ եք արել, քանի որ հանդիսատեսը վստահ եմ, որ անհամբերությամբ դրան սպասում է։ Ես էլ եմ հույսով եմ եւ իրոք վստահ եմ, որ հաճույքով կգան իմ մենահամերգին։ Տիկին Հովհաննիսյան,
ինչ են տվել կյանքում ձեզ կոչումներն ու պարգևները, որքանով են դրանք ձեզ համար եղել կարևոր։ Ինձ համար երբեք դա կարևոր չի եղել։ Գիտեք ինչ, ես երբեք չեմ ընկել կոչումների հետևից, որովհետև շատերը կան, ովքեր նա ունի կոչում, բա ինչու ես պետք է չունենամ, ուրեմն ես էլ պետք է ունենամ։ Չէ, ինձ համար դա չի էական։ Իմ համար միշտ եղել է այն, որ ես պետք է լինեմ լավ երգչուհի, որ ինձ հարգեն, ինձ սիրեն։ Դե հիմա թե կոչում կտան, թե կոչում չեն տա, դա արդեն, հա, իհարկե հաճելի է, բան չունեմ ասելու, որ այսօր ես ունեմ վաստակավորի կոչում, բայց ես երբեք կոչման հետևից չեմ ընկել, ես այդ մարդկանցից չեմ։ Լինում են պահեր, որ նա լինում է շատ պրինցիպիալ։ Իհարկե նայած, որ օրինակ մրցույթային ժամանակ, երբ որ մենք լինում ենք ժյուրիում եւ քննարկում ենք այս կամ այն, ուրեմն արտիստի երգչին ուղարկել մրցույթի, եւ որ արդեն գալիս է այդ բանավեճը, թե ոնց ինչ, այդտեղ նա շատ կտրուկ է լինում, շատ պրինցիպիալ։ Բայց ընդհանուր առմամբ նրա հետ շատ հեշտ է, շատ հաճելի է եւ շատ լավ է անցնում ժամանակը, երբ որ գտնվում ենք մի վայրում։ Կանեն վարպետորեն է տիրապետում իր մեծ դիապազոնին, ձայնային տվյալներին, որն Աստված իրեն չի խնայել, շռայլել է, միշտ կատարել է ամենաբարդ երգերը հեշտությամբ, իրեն տրվել է այդ հնարավորությունը, որովհետև շատ ճիշտ գրագի տեխնիկայի է տիրապետում եւ միշտ ընդունվել է, սիրվել է եւ Հայաստանում եւ արտասահմանում։ Նաեւ պետք է ասեմ, որ մայեստրո Կոնստանտին Օրբելյանը վստահել էր Գայանեին լինել մեր համերգավարի դերն էր վստահել եւ Գայանեն շատ մեծ վարպետությամբ նաև վարում էր համերգները մեր եւ ռուսերեն լեզվով եւ հայերեն լեզվով դա էլ իր մոտ հրաշալի էր ստացվում։ Մենք որպես գոլեգաներ շատ ենք եղել համերգների, թե երկրներում, թե Հայաստանում, ունեցել ենք զուգերգ, հատկապես Բաբաջանյան, ուրեմն մեր Բաբաջանյանի երգերի մեջ Благодарю тебя երգը շատ գեղեցիկ ստացվեց իմ համերգի ժամանակ եւ ինձ համար մեծ պատիվ էր կատարել Գայանե Հովհաննիսյանի հետ այդ երգը եւ ընդհանրապես նրա հետ համագործակցել, աշխատել։ Благодарю тебя за песенность города и откровенного, и тайного. Благодарю тебя, что всем было холодно, а ты оттаяла, оттаяла. За шепот и за крик, за вечность и за миг, за отгоревшую звезду, за смех и за печаль, за тихое прощай, за все тебя благодарю. За смех и за печаль, за тихое прощай, за все тебя благодарю. Благодарю тебя, что по судьбе прошел, за то, что для другой ты сбудешься. Благодарю тебя за то, что со мной ты был, и еще за то, что не забудешься. За шепот и за крик, за вечность и за миг, за отгоревшую звезду, за смех и за печаль, за тихое прощай, за все тебя благодарю, за все. За смех и за печаль, за тихое
крик за вечность и за миг, за отгоревшую звезду, за смех и за печаль, за тихое прощай, за всю тебя благодарю, за смех и за печаль, за тихое прощай, за все тебя благодарю, за все, за все, за все. Благодарю тебя. Ում գնահատականն է հիմա ամենից շատ ձեզ համար կարևոր։ Իմ աղջիկը։ Որովհետև գիտեք, այսօր իմ աղջիկա հետ մենք ոչ թե միայն մայր ու դուստր ենք, մենք ընկերուհիներ ենք։ Մեզ մոտ շատ այսպես ուրիշ հարաբերություններ են ստեղծվել արդեն երկար, նո ավելի շատ դա ստեղծվեց իմ ամուսնու մահից հետո։ Երբ մենք արդեն մնացինք երկուսով, մենք դառանք ոնց որ այսպես ընկերուհիներ։ Ու այսօր եթե ես ինչ-որ մի հարց ունեմ, որը չեմ կարող ինքնուրույն լուծել այդ հարցը, ես առաջնահերթը դիմում եմ իմ աղջիկան։ Որովհետև ես իրեն վստահում եմ ու ինքը շատ ժամանակ ինձ շատ ճիշտ խորհուրդներ է տալիս եւ դա ինձ շատ օգնել է։ Անպայման ուզում եմ ասել այն մասին, Գանե Հովհաննիսյան մոր մասին։ Այնպիսի հրաշալի զավակ է դաստիարակել, Սոնան չքնաղ մի էակ է, Գանեի դուստրը, այնքան համեստ, այնքան դաստիարակված, դրանում էլ եմ շատ կարևորում Գանեի մեծությունը։ Ես գիտեմ, որ դուք ամուր ընտանիք եք ունեցել եւ իհարկե հիմա էլ ունեք։ Ո՞րն է ամուր ընտանիքի հիմքը։ Հիմքը սերը, հարգանքը։ Ես իմ ամուսնուս հետ ապրել եմ 24 տարի եւ հավատացեք, որ մենք երբեք իրարից չենք հոգնել։ Երբեք։ Չնայած մի ոլորտ մենք մի բնակավարում ենք եղել, ճիշտ է։ Մենք միշտ ունեցել ենք թեմա խոսալու։ Եվ այսպես մի հատ ռուսերեն լավ բառ կա, мы всегда дополняли друг друга։ Իսկ դա ընտանիքում շատ կարևոր է, գիտեք ինչ, շատ ժամանակ ասում են, որ ամենակարևորը սերն է, ոչ։ Ընտանիքում ամենակարևորը հարգանք, վստահել մեկը մյուսին, սա է կարևորը։ Եթե այդ չլինի, ուրեմն այդ ընտանիքը ամուր լինել չի կարող։ Իսկ մեզ մոտ դա եղել է։ Ով է Գայանե Հովհաննիսյանի ամենամոտ ընկերը, ես արդեն հասկացա, որ ձեր դուստրը դուստրից այն կողմ։ Գիտեք ինչ, ախր ես չեմ կարող մի հոգու անուն տալ կամ երկու հոգու անուն տալ, որովհետև մեր ընկերությունը արդեն մոտ 40 տարի է, մինչ առ այսօր իմ շատ մոտիկ ընկերուհիներն են, դա Սյուզան Մարգարյանը, Էռնա Յուզբաշյանը, այսօր ես ունեմ էլի շատ լավ ընկերներ, դա Վրեժ Գերակոսյանն է, Մեգեր Արմենիան, այսպես ասած, գիտեք ինչ, ես ինձ իրենց հետ լավ եմ զգում, որովհետև այսօր կյանքը այնպիսին է դառել, որ մենք չենք կարող Սյուզանի հետ Էռնա Յուզբաշյանը Միացյալ Նահանգներում է ապրում, բայց մենք շատ հաճախակի ենք հեռախոսով խոսում, գիտեք ինչ, նույնիսկ ապրելով մի քաղաքում յուրաքանչյուր ընտանիք ունի իր խնդիրները, իր առօրյա, այսպես ասած, հոգսերը, մենք հաճախակի չենք կարողանում տեսնվել, բայց մենք հեռախոսային կապ միշտ ունենք մենք իրար հետ եւ սա այն ընկերությունն է, որ ես երբեք չեմ նեղանում, որ ինչու ես գցենք թե Սուզաննային չեմ տեսնում երկար ժամանակ կամ դա հասկանալի է, որովհետև այսօր շատ մենք խնդիրներ ունենք, հասկանում եք եւ իրենք եւ ես եւ ընդհանրապես բոլորս, բայց այդ արմատը ընկերության, որ կա, մինչև առ այսօր է։
Դրա համար նման ընկերությունը կարծում եմ դա հավերժ է լինելու, չգիտեմ ինչքան կարողանանք ապրել։ Որպես ընկեր ինքը գիտեք այսպես խոսքա չէ, ասում են հասնող է, ինքը այդպիսին է։ Ինքը կարող է իր դժվարությունը դնել մի կողմ եւ հասնել ընկերոջը օգնության։ Եվ անգամ ցույց չտալ, որ դա իր համար հեշտ չէր։ Ճշտախոս է եւ անգամ այսպես բռնկվող է համարվում ինչ որտեղ նաեւ, բայց դա իր անկեղծությունից է։ Կարող է լինել երիտասարդի հետ երիտասարդ, մեծի հետ մեծ։ Լավ ընկեր է, հասնող է։ Այդքան իր համար չի անի, ինչքան ընկերոջ համար կանի։ Նվիրված է ընկերությանը։ Գանե Հովհաննիսյանը շատ մեծ դժվարությունների միջով է անցել իր կյանքում, բայց մնացել է կայուն իր տեսակի մեջ եւ մնացել է հավատարիմ իր սկզբունքներին ընկերության հասկացության մեջ, որ իսկական ընկերը միշտ հասնում է ու դա իր մոտ շատ լավ է ստացվում։ Ինքը ամեն ինչ կանի ընկերոջ համար, որպեսզի ընկերոջը լավ լինի։ Այդքան միգուցե իր շահերը չհետապնդի, ինչքան ընկերոջ։ Ունեք մի տարածք, որտեղ դուք գտնում եք ձեր խաղաղությունը, եթե այն կորցրած եք լինում։ Չգիտեմ, տարածք։ Չէ, չունեմ տենց բան։ Իսկ ինչպես եք հաղթահարում տխրությունը։ Ես ես մի բան ասեմ, իմ ամուսնու մահից հետո իմ կյանքը ամբողջովին փոխվեց։ Բայց քանի որ ես ունեմ աղջիկ, ես աշխատում եի այդ ամեն ինչը ցույց չտալ, որովհետև իմ աղջիկս էլ շատ ծանր տարավ իր պապայի մահը։ Եվ տեսնելով այդ ամեն ինչը, ես ուղղակի կարողացա իմ մեջ ուժ գտնել եւ այդ ամեն ինչը հաղթահարել եւ չեմ սիրում ես կիսվել, ասել որ սա այսպես է, սա այնպես է, չէ, ես ինքս իմ մեջ իմ մտքերով, իմ ամեն ինչ որ գայանե հավաքի քեզ, դու ուժեղ կին ես, դու կարողացել ես արդեն շատ բան հաղթահարել քո կյանքում, ուրեմն սա էլ կկարողանաս։ Դրա համար ես այդ ամեն ինչը արել եմ իմ աղջիկա համար, որ նա չտեսնի իմ տառապանքները, իմ տխրությունը, իմ ամեն ինչը։ Մարդկային հարաբերություններում կա որևէ երևույթ, որը դուք չեք կարող ներել։ Ես չեմ սիրում դավաճանություն։ Ես չեմ սիրում, երբ որ մարդ նախանձ է, մարդ չկամեցող է։ Գիտեք ինչ, կյանքում ես իմ կյանքում ունեցել եմ մի դեպք, որ ինձ դավաճանել են։ Անցել են երկար տարիներ։ Ես չեմ սիրում, երբ որ մարդ հիշաչար է լինում։ Ես կարողացա այդ ամեն ինչը հաղթահարել։ Այդքան տարիներից հետո, երբ որ այդ անձնավորությունը ինձ մոտեցավ, ինձ գրկեց, համբուրեց, ես ոչ թե ներել եմ, ես ուղղակի մոռացա, որ այդ դեպքը տեղի է ունեցել։ Ու մենք դրանից հետո շփվում էինք իրար հետ, բայց արդեն այն չէր, ինչ որ երկար տարիներ առաջ։ Գիտեք ինչ, միշտ պետք է կարողանալ մարդկանց ներել։ Բայց դա հեշտ է։ Չէ, դժվար է։ Դրա համար եմ ասում, դու այնքան ուժ պետք է գտնես քո մեջ, որ կարողանաս այդ ամեն ինչը հաղթահարել։ Ես չեմ սիրում հիշաչար մարդկանց, եթե նայես, չէ, չեմ սիրում։ Հիշաչարությունը երբեք լավ բաների չի բերում, դրա վերջաբանը շատ վատ է լինում։ Դրա համար ես միշտ կարողացել եմ ներել,
Հա, գուցե հոգուս խորքում այդ նստվածքը կա, բնական է, կլինի, բայց պետք է ներել։ Պետք է ներել։ Որ զգացողություններն են երջանկություն պարգևում Գայանե Հովհաննիսյանին։ Զգացողությունները իմ համար առաջնահերթը դա իմ աղջիկն է, որին ես շատ եմ սիրում։ Իմ համար երկրորդը դա իմ երգն է, գիտեք ինչ, երբ ես դասի եմ գնում եւ սկսում եմ անցնել երգեցողություն եւ ոճաբանություն, երգը մի ուրիշ աշխարհ է ինձ համար։ Այդ զգացողությունը, որ կա իմ մեջ, չէ, երգի առումով ինքը շատ խորը նստած է իմ մեջ ու երբ որ իմ ուսանողը սկսում է երգել, ոնց որ սենց անկախ ինձանից ես սկսում եմ իր հետ երգել։ Ու ինձ ասում են Տիկին Հովհաննիսյան, լավ էլի ասում է, կլինի մի հատ երգ երգեք, էլի սկզբից մինչև վերջ ասում է, մենք մի հատ ձեզ լսենք։ Ու երբ որ ես երգում եմ, ես դա անում եմ այնքան մեծ հաճույքով, որ սենց այն որ սրտից դա բխում այդ ամեն ինչը, հասկանում եք, այդ զգացողությունը, այդ ամեն ասա մի ուրիշ աշխարհ է ինձ համար, հասկանում եք, եւ իհարկե իմ աղջիկ, չգիտեմ, դա մի ուրիշ բան է ինձ համար։ Ցանկությունս է, որ իմ բոլոր մաղթանքները Գայանեին ուղված առաջին հերթին վերաբերում են առողջությանը, առաջին հերթին նրա բարեկեցությանը եւ ուզում եմ միշտ ժպիտը չպակասի դեմքից, ուզում եմ Սոնայի հաջողություններով միշտ ուրախանա, այնքան արժանինքներ ունի, որ պարզապես այլ կերպ հնարավոր էլ չէ։ Երկար տարիների կյանք, առողջություն, ստեղծագործական աշխատանքներ, մանկավարժական այդ առաքելությունը, որը նա կրում է, որը նրա մոտ շատ լավ ստացվում է եւ իհարկե որ նա ավելի շատ լինի բեմում։ Ինչ է պակասում ձեզ հիմա էլ ավելի երջանիկ լինելու համար։ Գիտեք ինչ, ես երջանիկ եմ այն ինչ որ կա այսօր ինձ համար։ Ես բավարարվող մարդ եմ։ Ես չեմ սիրում շատ բաների հետևից ընկնել, այս եմ ուզում, չէ, այն ինչ որ կա, ես շատ բավարարված եմ, ես ինձ լավ եմ զգում, որ գիտեք ինչ, այնքանով, որտեղ որ ես դասավանդում եմ արդեն նշեցի, ինձ համար ամենակարևորը, որ իմ ուսանողությունը ինձ հարգում են, ինձ գնահատում են, ինձ սիրում են, դա ինձ համար շատ կարևոր է, որ այսօր երբ որ ես մտնում եմ լսարան, բոլորը կանգնում են ոտքի, վայ մեր Տիկին Հովհաննիսյանը եկավ, դա ինձ համար ամեն ինչ է, դրանից ավել բան ես չեմ ասում։ Շնորհակալ եմ Տիկին Հովհաննիսյան ձեր թանկ ներկայության համար, որը ես վստահ եմ դեռ շատ երկար տարիներ պետք է բոլորս վայելենք, ինչպես նաև շնորհակալ եմ շատ գեղեցիկ, անկեղծ, պարզ հրաշալի զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ ձեզ, որ դուք հրավիրեցիք ինձ, ցանկանում եմ ձեզ շատ այսպես գեղեցիկ անխափան եթերներ։ Շնորհակալ եմ։ Ձեզ էլ եմ շնորհակալ։ Ձեզ հետ հայ պերսոնաներ, կհանդիպենք։